Այս պահին ես գնում եմ, գիտեք ուր, շատ հետաքրքիր տեղ։ Բոլորին դեմ եմ կուսակցության գրասենյակ։ Լսել եք այդպիսի բան, բոլորին դեմ եմ։ Ինչ եք մտածում, նրանք կկարողանան ձայն հավաքել բոլորին դեմ եմ այսպիսի վերնագրով։ Դժվար ձայն հավաքեմ, բայց լավ բան եմ մտածել, եթե կարողանան ստիպել գոնե ինչ-որ կուսակցության, որ ժողովրդի մասին մտածի։ Այսինքն ինչպես պետք է ստիպեն։ Իրենց կուսակցությունը։ Իրենց կուսակցությունը կոչվելու է բոլորին դեմ եմ։ Ինչու են այդպիսի անուն մտածել, ինչ եք կարծում։ Չգիտեմ, կարող ինչ-որ Դուք որ քրաթերթիկը վերցնեք, տեսնեք մի հատ գրած է բոլորին դեմ եմ, բացի անուններից կուսակցությունների, ինչ կմտածեք։ Ուրեմն այդ մարդիկ չեն ուզում ինչ-որ մեկը ղեկավարի Հայաստանը նորմալ։ Թե այդ մարդիկ իրենք կընտրվեն, եթե իրենց ընտրեք։ Բոլորին դեմ եմ, դա իրենք են, ինչ որ խումբ է, որի անունը կոչվում է բոլորին դեմ եմ։ Անունը այդպես է։ Չէիք լսել նման բան։ Չէիք լսել։ Չեք ճանաչում, այսինքն այդ քաղաքական ուժին։ Մի հարց ունեք նրանց տալու։ Եթե իրանք հնարավորություն ունենան, գոնե ժողովրդի համար ինչ-որ բան անեն, թե չէ, ով նստում է իր շահերն է միշտ առաջ տան։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Հասանք արդեն, իջնում եմ։ Բոլորին դեմ եմ։ Ահա, տեսանք մի փոքրիկ այստեղ նշագրում։ Երևի այստեղ կողմնորոշող մի բան է։ Բարև ձեզ։ Որտեղ են գտնվում բոլորին դեմ եմ քաղաքական։ Ահա, գտանք վերջապես։ Բարձրանում ենք բոլորին դեմ եմ գրասենյակ։ Իդեպ շատ տարիներ առաջ մեր գործընկերներից մեկը, երջանկահիշատակ Արմեն Դուլյանը, այդպիսի մի կատակ էր արել, թե եթե բոլորին դեմը լիներ անձ, նա կանցներ խորհրդարան։ Բարև ձեզ։ Որովհետև հանրության մեջ շատերը հենց բոլորին դեմ էին։ Այդ իրավիճակն է, ահա մի կուսակցություն, որը բոլորին դեմ է։ Արտահայտությունը դարձրել է անձ։ Դուք եք բոլորին դեմ։ Այստեղ իրենք նախնական քվեարկություն են կազմակերպել։ Հիմա այդ ամենի մասին մանրամասն կխոսենք եւ կպատմենք։ Բարև ձեզ։ Մենք դեմ չենք սուրճին ընդհանրապես։ Ահա, դուք բոլորին դեմ եք։ Մենք բոլորին դեմ ենք, բայց սուրճի կոնկրետ ես սուրճին դեմ եմ։ Սուրճին եք դեմ։ Ես չեմ խմում սուրճ ընդհանրապես։ Թեյին կողմ եք։ Թեյին կողմ եմ։ Թեյ կուզեք։ Չէ, ես ոչինչ չեմ ուզի, բայց ընդհանրապես ես սուրճին դեմ չեմ։ Կուզեք սուրճ։ Չեմ ուզի։ Բայց մերը լավն է։ Հա։ Բայց Լավ, ուրախ եմ ձեզ համար։ Համեցեք նստեք։ Կարելի է ձեր գրատախտակը ցույց տալ։ Քարոզարսավ բյուջե։ Տեսնում եք։ Հետաքրքիր բաներ կարելի է գտնել պատահական ֆինանս Սպարտակ։ Ահա, դուք եկա ֆինանսավորում այս հետաքրքիր ուրախների եւ հնարամիտների ակումբը։ Ես պատասխանատու եմ, որ ֆինանսներ Լինեն։ Դուք ձեր գրպանից ֆինանսավորում եք։ Մենք 200-ից ավել մարդ, որ ամսական 3000 դրամով արժանացել է, ու օրինակ ես գրասենյակը որ տեսնում եք, Սուրճ կուզեք։ Չէ, շնորհակալություն։ Լավն է, ամերիկանո էսպրեսո։ Լավ, պատրաստեք։ Տեսնեմ ինչպես եք սուրճը պատրաստում։ Ինչպես են պատրաստում սուրճը մարդիկ, ովքեր բոլորին դեմ են։ Ամերիկանո թե էսպրեսո։ Ամերիկանո։ Իսկ դուք ինչ քաղաքական, արտաքին քաղաքական ինչպիսի կողմնորոշում ունեք։ Էսպրեսո թե ամերիկանո։ Հա, ես սուրճ չեմ սիրում։ Սիրում եմ թեյ, եթե այդ իմաստով թեյը երևի չգիտեմ չինական է, հա։ Չինական, ճապոնական, չինական։ Բայց դա կողմնորոշման հետ կապ չունի, էլի։ Գիտեք, քանի որ դուք տրամադրված եք ընտրությունները վերածել հնարամիտների եւ ուրախների ակումբի, ես այդպիսի տրամադրությամբ էլ ձեզ հարցեր եմ տալիս։ Ուրախ եւ հնարամիտ հարցեր։ Իսկ ձեր կարծիքով ընտրությունը տենց շատ լուրջ process է։ Կարծիքով այո։
Իսկ ձեր Ինձ կարծիքով թվում է ոնց որ բավականին չափազանցված է դրա լրջությունը, որտեղ այն ինչ որ ես միջև հիմա տեսել եմ, իմ մոտ հեչ լուրջի տպավորություն չի եղել։ Իսկ բոլորին դեմը իր մեջ կա ձեր, այսպես ասած, նշած, չգիտեմ, թրոլինգի կոմպոնենտ, իհարկե, բայց ինքը շատ լուրջ նպատակ ու ծրագիր ունի, ու շատ լուրջ մտքերից է առաջացել։ Մյուս կողմից չենք բանանում, որ այո, ինչ որ իմաստով թրոլինգի բան կա մեջ։ ինձ թվում է բոլոր իմաստներով դրա մեջ կա թրոլինգի բան։ Դե ոչ կանգնեցնել։ Իմ անունը Շաքե է, ես Շաքե Ավոյանն եմ։ Այս նախընտրական շրջանում այցելում եմ կուսակցություններ եւ կրեատիվություն դեռ ոչ միտեղ ինձ չի հանդիպել։ Չնայած ես փնտրում եմ ոչ թե կրեատիվություն, այլ ազնվություն։ Ես փորձելու եմ ընտրողին օգնել, որպեսզի նրան չխաբեն առաջին հերթին։ Նույնիսկ կրեատիվները, ուրախները եւ հնարամիտները։ Այս Սուրճը նկարները ինձ դուր են գալիս։ Ձեն պատմեք։ մի հատ մարդ կա, Բաբկեն Նավասարդյան, չգիտեմ ճանաչում եք։ Ես ինքս նկարում եմ եւ շատ սիրում եմ նրա ձեռագիրը։ Այս տարի կալենդար էր սարքել իր նկարներով, ամսաթվերով մենք Դու ես քեզ մի տեսակ կիսած զգում։ մենք իրանից թույլտվություն վերցրեցինք, որ 6 նկար սարքենք մեր կալենդարի մաս, մինչև հունիս ամիսն է։ Այստեղ տեսեք հունվարին մենք սկսել ենք պաշտոնապես մեր շարժումը, փետրվար դու կրթվել ես կրթվելու մասին է։ Այս մյուսը ռիվ բոլորին դեմի մասով է, մենք այս կարգախոս ունենք, թագավոր չենք ուզում, ասում են եթե թագդ մեծ է գլուխդ հաստացրու, այս նապոյի նկարն է, սա մարտ ամիսն է, այս մեկը նվեր ենք ստացել իրարից, դեմը չկանգնացնել, բան կա չէ, որ գարաժների վրա գրում են դեմը չկանգնացնել, ապրիլ ամիսն է, մասողին լսողա պետքն է, մայիսին գալիս է ասում ընտրությունները, կաշառ մանցս բաներ են չէ խոսում, կերուսուսն է, ու հունիս ամիսը, հունիսի 7-ին մեր ընտրություններն է, ճիշտ է։ Մի հնացիր, ցարմացիր։ Այսինքն գնա, նոր մի բան է։ Սկսենք մեր հարցազրույցը։ Զրուցենք, տեսնենք ինչին եք դեմ Ինչ որ քաղցը, եւ ինչին եք կողմ։ Որ բան կուզեք։ Կողմին դեմ եք, դեմին կողմ եք սպասում։ Եվ այսպես մի հնացիր, թարմացիր։ Հներին դեմ եք։ Դե բոլորին եք դեմ։ Բոլորին ենք դեմ, հա։ Այո, իսկ նորերին ինչքան եք դեմ։ Հայք, մենք դեմ ենք, որ այսօրվա այն ընտրական համակարգը որ կա, այդ ընտրական համակարգով որևէ ուժ ընտրվի ու կառավարի, ինչքան է զարմանալի է թվում, դրա մեջ մենք էլ ենք մտնում։ Զարմանալի չի, դուք մտնում եք բոլորի մեջ եւ եթե մարդը բոլորին դեմ է, դեմ է նաեւ ձեզ։ Դե շատ են հարցնում ու ոնց որ այդ իմաստով մենք իրականացնելու ենք այնպիսի ծրագիր, որ չի ենթադրում, որ մենք եւս մնալու ենք իշխանության, այսինքն այն օրակարգը, որ մենք ենք առաջ քաշել, այդ օրակարգը իրականացնելու համար մեզ պետք է առավելագույնը 100 օր, այն պայից երբ որ կլինենք իշխանության, ու դրանից հետո մենք հեռանալու ենք, այսինքն մենք հնարավորինս ապահովելու ենք բոլորին դեմ եմ օրակարգի իրականացում։ Ես նոր տաքսիով գալիս էի։ Եվ ես որ գնում եմ կուսակցություններ, ժամանակ չկորցնելու համար հենց տաքսիի վարորդին հարցնում եմ ինչ հարց կտակ այս կուսը գնացել եմ վարորդին հարցրել եմ մի այլ հարցի ոչ ձեր մասին լսել էր ոչ էլ ձեր մասին գիտեր բոլորին դեմ եմ արտահայտությունը իրեն հոգեհարազատ էր որովհետև ինքը ինչպես երևաց բոլորին դեմ մարդ էր բայց ինքը ձեր ընտրողը չէր ձեզ երբեք չէր ճանաչում իհարկե ասած հետաքրքիր բան են մտածել եթե իրենց հաջողվի մի բան թող գոնե երկրի մասին մտածեն ժողովրդի մասին մտածեն եւ այլն այսինքն բացարձակապես ձեր մասին չլսած մի մարդ էր ընտրությունների մնացել է 1.5 ամիս 50 օր 50 օր այո ուղիղ 1.5 ամիս այսինքն էլի հա եւ դա նշանակում է որ ձեզ չեն էլ հասցնի ճանաչել ես որ լրագրող եմ ձեզ չեմ ճանաչում Ես բոլորին ճանաչում եմ, ձեզ չեմ ճանաչում։ Անձնապես նկատի ունեք։ Անձնապես։ Իսկ ձեր արածներ ինձ հայտնի չեն։ Հիմա ես ձեր մասին մի բան գիտեմ, որ այս շատ սրամիտ եւ շատ տաղանդավոր նկարիչը ձեր համակիրն է։ Եվ մի քանի օր է Facebook-ով հետևում եմ, որ դուք այսպես լեզվակռվի մեջ եք Բևերի հետ, որտեղ կան համակիրներ, ձեր կողմնակիցները նաեւ ընկերներ են Բևերի ներկայացուցիչների հետ եւ դա տգեղ
այսպես ասած լեզվակռիվ է։ Ուրիշ ոչինչ ձեր մասին չգիտեմ։ Կարող եք կարճ ներկայացնել ձեզ, որպեսզի մարդիկ, ովքեր ձեզ չեն ճանաչում, գոնե իմանան ով եք դուք։ Եկեք ես խոսեմ բոլորին դեմեմի մասին։ Բոլորին դեմեմը առաջացել է այն մտքով, այն մոտիվացիայով, որ մենք եղել ենք Հայաստան Հանրապետության քաղաքացիներ ու կանք, ովքեր որ նախորդ ժամանակներում ու գուցե նաև այս 26 թվականի ընտրություններին մենք չենք ուզեցել վատի ու վատագույնի միջև ընտրություն կատարել։ Մեզնից շատերը նույնիսկ չեն մասնակցել այդ ընտրություններին ու բնականորեն առաջացել է այն միտքը, որ այս ամեն ինչը ձևակերպենք որպես բոլորին դեմ եմ, որովհետև տարբեր տեսակ ամենական նաև հարցումներ բաներ կան, որտեղ քաղաքացիների, չգիտեմ, մինչև 30-40%-ը բոլորին դեմ է։ Ավելի շատ, Այո, իհարկե իրենց պատճառները տարբեր կարող են լինել, թե ինչի համար են իրենք բոլորին դեմ, բայց ոնց որ մեր նպատակը կայացել է, որ այդ ամեն ինչը փորձենք ձևակերպել որպես բոլորին դեմ եմ շարժում, մենք իրան սկսել ենք ու դրա վրա աշխատել է 100-ից ավել մարդ, դրանով սկսվել է մեր հռչակագիրը, որտեղ որ նշված է բոլոր կարևոր սկզբունքներն ու կետերը ու օրակարգը, որ մենք իրականացնելու ենք, հունվար ամսին մենք հռչակել ենք մեր մասին։ Մենք սրանով ուզում ենք այն բոլոր մարդկանց, ովքեր իրենց կարծիքում բոլորին դեմ են, այդ մարդկանց այս գործիքը տալ, իրանք սրանով կարող են գալ ու արտահայտել իրենց ձայնը։ Բոլորին դեմ մարդիկ հիմնականում չեն գնում ընտրությունների, այսինքն իրանք եթե դու բոլորին դեմ ես, տրամաբանորեն դու ընտրությունների չես մասնակցում։ Պարտակին ես դեմ, եթե բոլորին դեմ ես։ Այո, դու ընտրություններին չես մասնակցում, դու տանն ես մնում, իսկ այսօրվա համակարգում, որտեղ ոչ մի սահմանափակում չկա, թե ինչքան մարդ պետքա մասնակցի ընտրություններին, որ համարվի ընտրությունները կայացած, չկա թե ինչպես պետք է այդ բաշխումները արվի, միևնույն ժամանակ բարձր շեմ կա 4%, դրա պատճառով բավականին շատ ձայներ նաև փոշի անում են, ստացվում էր այնպես, որ եթե դու չես գնում ընտրության, փաստացի համամասնորեն քո ձայնը կիսվում է ամենաշատից հավաքած, ամենացածր հավաքածի միջև։ Գիտեք, մենք եկեք օրենքը շատ չքննարկենք։ Օրենքը չէ, հիմա մենք փորձել ենք, փորձում ենք ու ուզում ենք, որ մեր քաղաքացիները իմանան, որ այլևս իմաստ կա իրանց ընտրությունների գնալու, որովհետև մենք վերականգնել ենք բոլորին դեմ եմ քվյաթերթիկը, այս ընտրություններին լինելու է բոլորին դեմ եմ քվյաթերթիկ, ինչ որ համարի ներքո։ Արդյոք այդ բոլորին դեմ քաղաքացին ուզում է, որ հատկապես դուք ստանաք իշխանություն։ Լավ հարց է իրականում։ Մենք չենք մտածում։ Այս բaragայում դա ամենապրիմիտիվ հարցն է, որ կարող է լինել։ Հա, մենք չենք մտածում, որ քաղաքացիները մեզ ընտրելու են, որովհետև բարև ձեզ։ Մենք չենք կարծում, որ քաղաքացիները մեզ ընտրելու են առավել շատ են մտքից, որ մեզ ճանաչում են, իմ խաթր կամ մեր անդամների խաթր գալու են ընտրեն բոլորին դեմ եմ։ Իրականում ընտրեին, բայց չեն ճանաչում։ Կարող է, հա, հիմա ինչ որ մարդիկ ճանաչում են մեր ասում ընկերներ, ծանոթներ, գուցե ինչ որ համացանցով մարդիկ, բայց դրանք շատ չեն։ Մենք գիտենք ու գիտակցում ենք։ Մեզ ընտրելու են դրա համար, որ մենք բոլորին դեմ ենք։ Կոպիտ ասած, եթե շատ ուժեր իրանք ուժի անունը երկրորդականական մարդու անունը, սկսած չգիտեմ Նիկոլ Փաշինյան, Սամվել Կարապետյան, մեր դեպքում հակառակն է։ Ուժի անունը ավելի հնչեղ է, քան մեր անձնական անունները։ Ու մարդիկ մեզ ընտրելու են հենց դրա համար, ու մենք իրականացնելու ենք հենց այդ օրակարգը։ Մենք փաստացի երբ որ ընտրեն մեզ, մենք падգամավոր չենք դառնալու։ Մեր ծրագիրը հետևյալն է՝ անել 3 հատ փոփոխություն ու 100 օր հետո նշանակել նոր ընտրություններ։ Եթե չստացվի, պայմանական մենք անցել ենք ազգային ժողով, բայց չունենք այնքան քվե, որ ոնց որ իշխանություն ձևավորենք, պայմանական, չգիտեմ, 5% ենք հավաքել, 5 падգամավոր ունենք ազգային ժողովում ու չի հաջողվել այս օրակարգը իրականացնել։ Մեր նպատակն է մանդատները վայր դնել, որովհետև բոլորին դեմ եմ քվյարկող քաղաքացին չի ուզում, որ այնտեղ падգամավոր լինի իր անունը ներկայացնող, ինքը ուզում է, որ այնտեղ թափուր տեղ լինի։ Ավելի հավանական է, որ դուք կփոշիացնեք այդ մարդկանց ձայնը, ովքեր բոլորին դեմ են, այդ թվում դեմ են նաև իշխող ուժին։ Եվ դուք շատ մեծ ծառայություն կմատուցեք դրանով իշխող ուժին, որովհետև փոշիացնեք ինչ-որ տոկոսով ձայն, որը իրեն դեմ է։ Լավ, եկեք sense բան անենք։ Այսօր ամենաշատ ձայն համարյա բոլոր հարցումներով, թե նաև այս խոսակցություններով բոլորն էլ գիտակցում են, որ ունի Նիկոլ Փաշինյանի ուժը։ Եվ ձեր փոշիացած ձայները կգնա հենց Նիկոլ Փաշինյանի։ Հերթով անդրադառնամ, էլի։ Անդրադառնանք։ Այդ ձայները
Նիկոլ Փաշինյանի ուժի, ձևավորվում են իր ունեցած վարչական ռեսուրսով, ձևավորվում են իր այն խիստ համակիրներով, որոնք որ ամեն դեպքում իրան են ընտրելու, ու նաև շատ քաղաքացիներ կան, որոնք վատի ու վատագույնի միջև ընտրելուց Նիկոլ Փաշինյանն են ընտրել։ Կյանքը ցույց է տվել, որ 21 թվականի ընտրություններում այդպիսի մարդիկ ավելի շատ Նիկոլ Փաշինյանն էին ընտրում, քան պայմանական Ռոբերտ Քոչարյանն էին ընտրում։ Համաձայն եք այս բանման հետ։ Դե թվերը, գիտեք, Թվերը ասում են։ այո։ Հիմա եթե այդ բանի տեսանկյունից ենք հարցին նայում, այդ ձեր ասած պրիզմայով ենք հարցին նայում, ինչ պետք է արվի, որպեսզի այդ ձայները քչանան։ Դրա համար երկու գործ է հիմնականում, որ կարա անի մնացած ուժերը։ Առաջին գործը այն է, որ նոր մարդկանց բերի քվեարկելու, այսինքն մարդիկ, ովքեր մինչև այդ չէին գալու ընտրությունների, իրանք գան ընտրությունների, երկրորդ կարևոր գործը, որ պետք է արվի, այն մարդիկ, ովքեր վատի ու վատագույնի մեջև Նիկոլ Փաշինյանն էին ընտրում, էլ չընտրեն, որովհետև իրանք չեն ընտրում Նիկոլ Փաշինյանին, որովհետև շատ հավանում են։ Զուտ մյուսին ավելի շատ չեն հավանում։ Հիմա բոլորին դեմ եմ իմ կարծիքով արդյունավետ ձևով կարա դա ապահովի, որովհետև սրանով մենք հնարավորություն ենք ստեղծելու իրական բոլորին դեմերին, որոնք որ չեն գնում ընտրությունների, կան ընտրությունների, ինչպես նաև վատի ու վատագույնի միջև ընտրելուց մարդիկ իմանալու են, այ ես հիմա կարամ Նիկոլին չընտրեմ, Քոչարյանինի հակառակ, որտեղ կա բոլորին դեմ եմ։ Հասկանում եք, վատից ու վատագույնից ավելի վատն է, կամ ճանաչի, ինչպես կարող են մարդիկ ընտրել։ Պետք չի մեզ ճանաչեն, որովհետև մեզ պետք չի ասելու, նկատի ունեմ այնպես չի, որ մենք կարիք ունենք նույն ձև հարահրճակված դեմքեր ու կերպարներ լինենք, ոնց որ մնացած քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են, որովհետև մեր շարժման ամենաառանցքային մասը, այսպես ասած, մեր ամենակարևոր բանը, որ մենք պետք է առաջ խախացնենք, այդ բոլորին դեմ եմ գաղափարն է։ Դա մեզնից բոլորից անձնապես ավելի բարձր պետք է լինի միշտ։ Հիմա այս հարցը լուծելու համար շատ կարևոր է, որ այն ընտրողները, ովքեր պայմանական ուզում են Նիկոլ Փաշինյանից փոխվեն ու ուրիշ բան ընտրեն, այդ մարդկանց չվախեցնել, չահաբեկել, այնց օրը չգցել, որ իրանք վсё հետ գնան նորից ընտրել։ Իսկ իմ կարծիքն եմ ասում, էլի, իսկ ընդհանուր այսօրվա, այսպես ասած, քաղաքական դաշտի բաներն է, որ հենց այդ մարդը ասես մի պահ փոշմանում է, ուզում է ուրիշ այլընտրակ գտնի, հետևից այդ մարդու մասին այնքան բան են լցնում համացանց, որ ավտոմատ այդ մարդը բանա լինում, ասում է, հա լավ, չէ, ոնց որ ավելի ապահով է գնամ Նիկոլ Փաշինյան ընտրեմ։ Հիմա մենք այդ այլընտրանքը տալիս ենք։ Մենք նաև այլընտրանք ենք տալիս այն մարդկանց, որոնք որ ի հակառակ Նիկոլ Փաշինյանի ընտրել են ընդդիմության։ Մենք տալիս ենք բոլորին դեմ մի այլընտրանքը, որի ընտրելու միջոցով մենք գալու ենք, համակարգը թարմացնելու ենք, նշանակելու ենք նոր ընտրություններ։ Թույլ կտաք ես բացատրեմ ինչպես եմ հասկանում բոլորին դեմ եմ արտահայտությունը։ Բոլորին դեմ եմ մարդը, դեմ է բոլորին, այդ թվում նաև ձեզ։ Իրեն։ Ձեզ Այո։ Սպարտակին։ Հիմա պայմանական։ Բայց նա գալով եւ տեսնելով կարող է իրեն թվալ, որ բոլորին դեմ եմ արտահայտությամբ, նա արտահայտում է իր զգացմունքները բոլորին դեմ լինելու։ Իրականում, այո, իր բողոքը։ Իրականում նա ընտրում է ձեզ, անկիտակցաբար։ Դա նշանակում է մարդուն մոլորության մեջ դնել, ես այդպես եմ մտածում, գուցե ես սխալվում եմ։ Օրինակ Իսլանդիայում եղել է կուսակցություն, ընտրվել է թրոլինգով, բայց ազնվության համար։ Ասենք կուսակցությունը ընտրել է լավագույն կուսակցությունը, ամենալավը ես եմ։ Ինչպեսի լավ անուն է, ով որ չի ուզում Նիկոլ Փաշինյանին, ով որ չի ուզում ընդդիմությանը, ամենալավին թող ընտրի եւ ամենալավը ես եմ։ Եվ խոստացել է ոչինչ չանել, ասենք նախընտրական իր խոստումը եղել է, ես խոստանում եմ գալ իշխանության եւ ոչինչ չանել։ Գրփել, թալանել, ինձ թվում է դες բաներ էլ ասել, ես այդ օրինակը հիշում եմ։ Այդ նման է քաղաքացիական ակտիվ քայլին։ Նա ասել է ես խոստանում եմ ոչինչ չանել։ Այս մարդիկ մտածել են ինչքան ազնիվ է, պետք է ընտրել։ Գոնե չի, ասենք ասֆալտ չի անի, որը մի տարուց փոս է դառնալու կամ ծառերը չի, գոնե բան չի, քաղաքապետի ընտրություն։ Եվ հաջողություն ունեցել այս կուսակցությունը, այսինքն դուք այսպես շատ օրիգինալ չեք այդ թրոլինգի գաղափարով։ Մարդիկ պետությունները, որոնք չունեն շատ խնդիրներ, այսպես գոյաբանական խնդիրներ եւ այլն, պատերազմ, խաղաղություն, այլընտրանք եւ այսպես չեն գտնվում այս բոլոր խնդիրների խաչմերուկում, անում են այսպիսի կատակային բաներ եւ մարդկանց երբեմն դա դուր է գալիս։ Բայց մոլորեցնել ընտրողին կարելի է արդյոք։ Ընտրողին, որը չի գիտակցում, որ բոլորին դեմ եմ, ոչ թե բողոքի արտահայտությունը, այլ կոնկրետ դրա հետևում կանգնած են մարդիկ, կոնկրետ դրա հետևում կանգնած են աջակիցներ եւ կա քվե, որը կփոշիանա, կգնա իշխող ուժին,
կամ կգնա խորհրդարան։ Դա արդյոք քվեարկողը գիտակցելու է թե չէ։ Դուք պատրաստվում եք դա բացատրել մարդկանց։ Երկու ձևով անդրադառնում, էլի, այդտեղ երկու կարևոր ասպեկտ կա։ Այո։ Առաջինը հետևյալը։ Ինչպես ես նշեցի, բոլորին դեմ մարդը չի գալի ընտրության։ Բոլորին դեմ մարդը նստում է տունը, ինքը չի գալիս ընտրության։ Նախորդ ընտրություններին, որպես օրինակ ձեզ ասեմ, 21 թվականին բոլոր անճշտությունների քանակը, այսպես ասած, անվավերա կամ Չակ Նորիս են գրել ու գցել քվեատուփի մեջ, որը խոշոր հաշվով այդ բոլորին դեմ մարդն է, եկել է Չակ Նորիսը գրել։ Դրա թիվը ոչ ավել է եղել, քան 3-ից 4000 մարդ։ Այսինքն դրանք ընտրության արդյունքների վրա որևէ էական ազդեցություն չունեն, որովհետև այդ մարդիկ չեն գալիս։ Հիմա եթե այդ մարդիկ գալու են ընտրության, իրենք միայն գալու են այն գաղափարի համար, որ մենք առաջարկել ենք, այսինքն իրանք գալու են բոլորին դեմ են քվեարկելու համար մեր առաջարկած ձևով։ Իրանք գալու են մեզ քվեարկելու են, ու իրանք գիտեն, որ մեր ծրագիրը դա վերականգնելու համար է, այսինքն որպեսզի վաղը իրանք այլևս երբ որ կգան ընտրության, էլ ոչ թե կլինի համար 11 բոլորին դեմ եմ քվեաթերթիկ, այլ կլինի ձեր ասած բոլորին դեմ եմ քվեաթերթիկը։ Այդ առաջին ասպեկտը, որ ոնց որ պետք է հաշվի առնենք։ Երկրորդ ասպեկտը կայանում է նրանում, որ մենք սրանով ամբողջովին փոխելու ենք խաղի կանոնները։ Սա Հայաստանի պատմության համար ժողովրդավարության ավելացում է լինելու, այսինքն մենք հավատում ենք, որ հարցերը Հայաստանում պետք է լուծեն լավ ժողովրդավարության միջոցով, իսկ մեր արած փոփոխությունները մենակ դրան են նպաստելու։ Մենք մեր փոփոխությունների արդյունքում քաղաքացու քվեն ազգային ժողովում արտահայտվելու է այնպես, ինչպես որ ինքը քվեարկելու է։ Սա կարևոր բան է, մենք կարանք իրար չսիրենք, մենք կարանք դեմ լինենք չգիտեմ, իշխանությանը, մենք կարանք դեմ լինենք առաջարկող ինչ-որ ընդդիմության ծրագրերին, բայց շատ կարևոր է։ Շատ կարևոր կասկած կա, որ դուք իշխանությանը դեմ չեք։ Ասում են, որ դուք ունեք ընկերներ իշխանության շրջանակներում, նկարներ կան ձեր համակիներից եւ իսկ ով չունի ընկերներ իշխանության, ընդդիմության ու ասում են, որ դա հենց իրենց գաղափարն է, նաեւ այսպիսի թեթևություն բերել եւ ինչ-որ մի տոկոս էլ այդ 3-4000 մարդը, որ դժգոհ է բոլորից դրանց ձայնը ներգրավել, ինչպես եք դուք կարողանում հերքել այդ, որովհետև եթե դա իշխանությունների կողմից մտածված պրոյեկտ է, եւ կան դրա վերաբերյալ ինչ-որ փաստեր կամ կասկածներ, դա արդեն նշանակում է, որ դուք բոլորին դեմ եք բացի մեկից։ Նման փաստեր ու կասկածներ չկան, այսինքն կասկածներ կան, փաստեր չկան։ Այսինքն ես որևէ ինչ-որ նկարեք, բոլորին դեմ եմ ասեք, օրինակ ես չունեմ նկարներ, իշխանության առաջին դեմքի, բոլորին դեմ եմ շարժումը, ասեմ էլի մինչև վերջ, բոլորին դեմ եմ շարժման մեջ մոտ 1000 անդամ կա։ Այդ 1000 անդամներից մարդիկ կարան լինեն, որ եղած իշխանության հետ են ժամանակին ունեցել որևէ հարաբերություններ, մարդիկ կարան լինեն, որ ունեցել են հարաբերություններ եղած ընդդիմության տարբեր գործիչների հետ, այսինքն ավելին ասեմ, չի կարելի օրինակ հղվել այն բանով, որ չգիտեմ, եթե մեկը համագործակցել է 19 թվին ընդդիմության հետ, իշխանության հետ ու դուրս է եկել, ուրեմն всё, դրանից հետո դուրս եկածները լավը չեն կամ հակառակը։ Այսինքն, եթե մենք կարողանում ենք այնպես անել, որ եղած իշխանությունից իրանց անդամները կամ իրանց համակիրները ինչ որ մեր ծրագրի շուրջ գան, համախմբվեն ու դուրս գան դրա մեջ, դառնում է մենք օգուտ ենք տալի, այսպես ասած, ընդդիմության ուզած օրակարգին, որ իշխանությունը ավելի քիչ ձայներ ունենա։ Հիմա այդ իմաստով մենք դուք հասկանում եք, չէ՞ որ ով որ բոլորին դեմ է Նիկոլ Փաշինյանին ընտրելու այլ ընտրանքի առաջ կանգնած չի։ Նա չի ընտրում Նիկոլ Փաշինյանին։ Ոչ, ես sense եմ կարծում։ Բայց նա կարող է ընդդիմադիրներից բոլորին դեմին կարող են ընտրել 3 սեգմենտի մարդիկ, սա շատ լայն ձևով ներկայացնել։ Դա առաջինը, այն մարդիկ են, ովքեր բոլորին դեմ են, չեն գնում ընտրության։ Իրանք տունն են նստում, որտեղ իրանց համար այդ ընտրությունը անիմաստ մի process է։ Երկրորդ, բոլորին դեմ են կարող են ընտրել վատի ու վատագույնի միջև ընտրություն կատարողները, որոնք գուցե Նիկոլ Փաշինյանն են ընտրել 21 թվականի ընտրություններին, այդ իմաստով, կամ Ռոբերտ Քոչարյանն են ընտրել, կամ Սերժ Սարգսյանն են ընտրել, այսինքն այս ընտրություններով այս վատի ու վատագույնի մեջ ընտրող մարդիկ կարող են բոլորին դեմ են ընտրեն։
Եվ երրորդ սեգմենտը դրանք այն մարդիկ են, ովքեր գնացել են ընտրել են փոքր ուժերի, որոնք չեն անցել։ Բայց այդ մարդիկ իրոք հավատում են այդ փոքր ուժերին, իրանք տեսնում են, որ այդ գաղափարները լավն են, բայց տեսնում են, որ նաև այդ մարդիկ չեն անցնում։ Իրանք ամեն անգամ ընտրողն էլ չի սիրում հիասթափվել իր ընտրության կատարելու շուրջ։ Հիմա քանի որ մեր ծրագրային կետերից մեկը այնա, որ անցողիկ շեմի իջեցնենք 1%, մենք փորձելու ենք այնպես անել, որ ոնց որ կան ընտրել, որ այս փոփոխությունները անենք, իսկ դրանից հետո այդ մարդիկ կարող են արդեն գնալ իրանց ուզած փոքր ուժերին ընտրել ու դրանք կհայտնվեն ազգային ժողովում։ Այսինքն այս երեք, ասենց ասած, խոշոր սեգմենտներն են, իհարկե մենք դժվար կարողանանք այդ բոլոր մարդկանց հասնել, բայց մենք մեր ջանքերի առավելագույնը դնելու ենք նրանց շատերին հասնելու, որպեսզի գալիք ընտրություններին ավելի շատ ձայներ ունենան։ Մենք հասկանում ենք, որ շատ մեծ շանսեր բոլորին դեմ ուժը չունի։ Անցորիկ շեմ հաղթահարելու չունի շատ մեծ շանսեր։ Ամենից ոչ մի սոցիոլոգիական հարցերից չկա ձեր անունը։ Ձեր կարանք նայենք էլի։ Նոր հղում արեցիք, ասացիք, որ առաջին տեղում Նիկոլ Փաշինյանն է։ Դուք այդ դեպքում հավատացիք սոցիոլոգիային։ Հիմա ես ասում եմ, որ այդ նույն սոցիոլոգիան ձեր մեջ բերած ձեզ չի հիշատակում։ Դե նայած ոնց նայեք այդ հարցին։ Դե դրա համար ասում եմ, եթե նայեք բոլորին դեմ եմ կուսակցությանը, դուք ճիշտ եք։ Բայց եթե նայեք բոլորին դեմ եմ մարդիկ ինչքան կան, դուք սխալ եք։ Կան, բայց ոչ բոլորն հարցերից եւ չեն հասկանում, որ բոլորին դեմ եմ ոչ թե բողոք է, այլ մարդիկ է, մարդկանց խումբ է։ Եվ դրա համար մենք չենք կարող այդ բոլոր մարդկանց վրա հույս դնել, հասկանում եք։ Լավ, այսինքն կուսակցությունը սոցիոլոգիայի չունի ընտրական շեմը անցնելու շանս այս պահին։ Ես չեմ բացառում, որ մինչև ընտրությունները դուք կարող եք, որովհետև եթե հիշում եք Նիկոլ Փաշինյանն էլ իր ընտրվելուց 1.5 ամիս առաջ չուներ ոչ մի վարկանիշ, գրեթե ոչ։ Բայց ստացվում այդպես է, հանրությունը այդպես է աշխատում։ Եվ ես չեմ բացառում այս պայմանությամբ դուք չունեք այդ շանսը, բայց դուք ծախսեր եք անում, ասացիք ձեր գրպանից, այստեղ տեսնում եմ շտաբ, բյուջե, քարոզարշավ, ֆինանս սպարտակ։ Դուք պատրաստ եք այս խաղի համար այդքան շատ գումարներ դնել, դուք շատ հարուստ եք։ Հերթով ասեմ, առաջին, մեզ աջակցում են լիքը մարդ, Հայաստան Նժարն է ձեզ միացել, հա։ Նժարն է միացել, Հայկ Մանասյանն է միացել, Վարդան Քալանթերյան միացել, էլի գուցե մարդիկ կմիանան, բայց դա մի կողմ էլի դնենք։ Մեր ձևաչափը հետևյալն է։ Մեր ֆինանսները գոյանում են առաջին մեր աջակիցների միջոցներով։ Դրա համար մենք ունենք կայք, որին մարդիկ բաժանորդագրվում են եւ ամսական 3000 դրամ վճարում են։ Մենք ունենք 200-ից ավել վարդ, որը արդեն 6 ամիս է բաժանորդագրված է։ Այսինքն կամաց է աճել, հիմա եկել է հասել 200-ից ավելի։ Բացի դրանից մենք հիմա որ այս մեր ներքին ընտրական process-ը իրականացնում ենք, մեր մոտ տեխնացու եւ ընտրող դառնալու համար մենք վճարներ ենք սահմանել, որը գնալու է մեր նախընտրական քարոզարշավի համար ծախսվելու։ Այսինքն այն մարդիկ, ովքեր գալիս թե քվեարկում են, թե տեխնացու են դառնում, իրանք ոնց որ ասած գումար են վճարում, ու այսի ոնց որ նոր ինչ որ առումով մշակույթը այս ամբողջ գործընթացներում։ Մյուս բանը նա, որ մենք ունենք անդամներ, որոնք իրաց միջոցներից տրամադրում են։ Մեզ ոչ մի ուրիշ, այսպես ասած, մեծահարուստներ, օլիգարխներ, ոչ մի նման կերպարներ չեն ֆինանսավորում։ Ավելին, մենք մեր ֆինանսավորումը հրապարակել ենք մեր Facebook-յան էջում, մասնավորապես հունվար եւ փետրվար ամիսներին, երբ որ սկսել ենք հունվարից ենք սկսել, փետրվար ամսվա վերջով մեր բոլոր մուտքերը եւ ելքերը հրապարակված է։ Հրապարակված է թե ովքեր են մեր հիմնական ֆինանսավորողները, թե ովքեր են բաները։ Ֆինանսների խնդիր ունենք, ինձ թվում է յուրաքանչյուր քաղաքական ուժ ֆինանսների խնդիր ունի, ու բացառությամբ գուցե մի քանիսի, բայց ուզում եմ ասեմ, մենք մեր ֆինանսները դնում ենք մեր գրպանից ու հետեւաբար մենք իրականացնում ենք մեր գաղափարը։ Դուք համարում եք ընդդիմադիր ուժ։ Մենք հա իհարկե։ Դուք չեք անհանգստանում, որ դուք փոշիացնելու եք ընդդիմադիր ընտրազանգվածի ձայն։ Բայց մի հատ բան ես ձեզ հարցնեմ, էլի, մինչև այդ ֆինանսավորման մասին։ Ես ոնց հասկացա, դուք տարբեր տեղեր, տարբեր գրասենյակներ եք։ Ամենտեղ գնում եմ։ Հա, իսկ հարցնում եք ուրիշներին որտեղից է ֆինանսավորում։ Գիտեք, ինչի դա բաց չկա։ Տարբեր ուժեր կան։ Մի բան էլ ասեմ նոր, էլի։ Ես իհարկե բարձ ասենք ուժեր կան, ասենք, չգիտեմ, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի ուժը, իրանց մասով ես այդ հարցը չունեմ, որովհետև պարզ է ովքեր են ֆինանսավորում, այսինքն իրանք են ֆինանսավորում, որովհետև իրանք այդ միջոցները ունեն։ Ես եղել եմ Մարուքյանի կուսակցությունում, որտեղ չեմ հարցրել, բնականաբար չեմ հարցրել նաև Ծառուկյանին, չեմ հարցրել նաև Դաշնակցությանը, որովհետև Դաշնակցությունը 135 տարեկան է, դու դառնաք 135 տարեկան, ես կգամ դեզ այդ հարցը չեմ տա։
Գայթ Սարգսյանն այդ հարցը չեմ տվել, որովհետև ես Դա ժամանակային ինքն է փողը դնում։ Ես չեմ ասում ինքն է փողը դնում, բայց ինքը իրեն կարող է թույլ տալ ծախսել, հասկանում եք։